Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Արցախի ազգային ժողովի Արդարություն խմբակցության պատգամավոր, Արդարություն եւ Վերադարձ հասարակական կազմակերպության հիմնադիր Մետաքսե Հակոբյանը։ Բարև ձեզ Տիկին Հակոբյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Մայիսի 21-ին Արցախի ազգային ժողովը արտահերթ նիստ գումարեց եւ ազգային ժողովի նախագահ ընտրեց Աշոտ Դանիելյանին, ինչու այդ նիստը տեղի ունեցավ եւ ըստ սահմանադրության փաստացի մինչեւ նոր նախագահի ընտրությունը նրա լիազորությունների կատարումը անցնում է ազգային ժողովի նախագահին։ Ինչու որոշեցիք նիստ գումարել արտահերթ եւ նախագահ ընտրել։ Այդ որոշումը այնպես չէր, որ վերջի օրերին էր, մենք արդեն մի քանի ամիսեր տարբեր ձևաչափերով փորձում էինք ելք գտնել ստեղծված իրավիճակից, երբ մեր գործընկերը ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը պատանդարված է եւ Բաքվի բանտում է ու նաեւ պայմանավորված այդ հանգամանքով մի տեսակ пассивություն կար եւ կենսունակ չէր Արցախի ազգային ժողովը։ Շատ հաճախ չէր հաջողվում նաև նիստեր գումարել, հրատապ հարցեր քննարկել, լուծումներ գտնել։ Այսինքն կենսունակություն նաև ապահովելու համար անհրաժեշտություն կար գործող ակտիվ նախագահ ունենալու եւ հավատացեք երևի մոտ 2-3 ամիս այդ գործընթացը անընդհատ տեղի է ունեցել, քննարկումներ տարբեր ձևաչափերով մինչ այդ որոշումը կայացվեց։ Իրականում շատերը կապում են հենց մայիսի 21-ին, քանի որ տեղի ունեցավ նիստը, կապում են նախագահի լիազորությունների ավարտի հետ, բայց բնավ այդպես չի իրականում համընկավորը, բայց իհարկե նաև այդ վտանգը կար, որ երբ Արցախի նախագահի լիազորությունները լրանում են, ապա ստացվում էր, որ Բաքվում պատանդարված մեր գործընկերոջներ փոխանցվում լիազորությունները, ըստ էության Արցախի նախագահի, նաև դա կարծես թե այդ խնդիրը եւս պետք է լուծվեր։ Նա պատգամավորների նախաձեռնությամբ տեղի ունեցավ արտահերթ նիստը եւ համապատասխան ձայների պատգամավորների համապատասխան ձայների 28 կողմ ձայնով մինչ այդ ստորագրություններով տեխնացու որպես ներկայացվեց հենց Աշոտ Դանիելյանը միակ տեխնացուն էր եւ ներկայ էինք 28 պատգամավորներ, 28-ն էլ կողմ քվեարկեցին եւ մայիսի 21-ից սկսած արդեն առ այսօր եւ այսուհետ պարոն Դանիելյանը Արցախի ազգային ժողովի նախագահն է։ Դուք ասում եք կենսունակություն կհաղորդի, երբ որ ազգային ժողովի նախագահը լինի, քանի որ հիմա մյուս նախագահը պատանդարված է։ Ինչ կենսունակություն կարող է ապահովել, ինչ է տալու առասարակ այս ամեն ինչը։ Գիտեք, մենք ինչ է փոխելու կամ միգուցե դեռ Արցախում շատ ժամանակ հենց ազգային ժողովը ինքը իր դերակատարության նշանակությունը չի պատկերացրել այնպես ինչպես հիմա, որովհետև այս 1.5 տարվա ընթացքում մեր բազմաթիվ հանդիպումների արդյունքում, ինչպես նաև միջազգային դերակատարների հետ անընդհատ այդ պնդումը կա, որ պարտադիր է նախ պահպանումը Արցախի պետական ինստիտուտների եւ երկրորդ դրանց կենսունակությունը։ Ինչու, որովհետեւ վերջերս մի արտերկրյա պաշտոնյայի հետ երբ խոսում էինք, ինքը հենց դա ասաց, որ արցախցիների ձայնը չի լսվում, լսելի չէ, իսկ արցախցիների ձայնը պիտի լսելի դարձնի խորհրդարանը, լսելի պիտի դարձնի Արցախի նախագահը։ Սա այսպես պատկերավոր է, թե նկարագրենք, բայց ըստ իս ինչ է նշանակում կենսունակություն Արցախի ազգային ժողովի այս իրավիճակում։ Սկզբում նորմալ էր, երևի հասկանալի էր, երբ մենք ինքներս չէինք պատկերացնում ինչ պիտի անենք կամ ինչ ուժ ունենք մենք ինչ որ բան անելու եւ կարծես թե անընդհատ այն մտքին էինք, որ մի օր երբ Հայաստանում տեղի կունենա ի վերջո իշխանափոխություն եւ իշխանության կգան ազգային ուժերը, այդ ժամանակ շատ բան կփոխվի, բայց ժամանակը անցնում է եւ հասկանալի է դառնում, որ այս ընթացքը կորցնելով միգուցե շատ բան ուղղակի անդառնալի կլինի։ Եվ հետեւաբար օրինակ ըստ իս, պետք է մշակել եւ հրապարակային քաղաքական հռչակագիր ունենալ, օրինակ Արցախի ինքնորոշման իրավունքի եւ վերադարձի իրավունքի վերաբերյալ
հղում անելով օրինակ միջազգային կառույցներին։ Ես համարում եմ, որ սա շատ կարևոր բան է արդեն մեր տեղահանումից հետո։ Ինչպես նաև պետք է պատրաստել իրավական պահանջների փաթեթ եւ ուղարկել տարբեր միջազգային կառույցների եւ դա ոչ թե պիտի Դուք կարծում եք այս ամենը պետք է անի ազգային ժողովը։ Այո, որովհետեւ գիտեք ինչ, մենք լսում ենք, ինչ որ անհատներ են անում, ինչ որ բաներ, ինչ որ հասարակական կազմակերպություններ են անում, բայց նույն միջազգային կառույցները այսօր հակված չեն դա անցալել նաեւ որպես Արցախի ձայն։ Եվ նույնիսկ եթե դա անում է որևէ անհատ կամ որևէ հասարակական կազմակերպություն, այն կշիռ չունի, ինչ եւ ազգային ժողովն է անում Արցախի նախկին ազգային անկախ դրանից այստեղ իշխանությունները այդ մասին ինչ կասեն։ Եվ երկրորդ ցանկացած նման հայց օրինակ պիտի անպայման լիազորված լինի նաեւ ազգային ժողովի կողմից, որպեսզի ընկալելի եւ ընդունելի լինի եւ ներկայացնի Արցախի ժողովրդի հավաքականությունը, հենց կամ հավաքական պահանջը։ Պետք է օրինակ հիմնել փաստահավաք եւ վերլուծական բաժիններ, հա։ Ի վերջո փաստահավաք 2020 թվականից առնվազն սկսած այն վայրագությունները, այն ավերը, այն ահաբեկչությունը եւ ի վերջո ցեղասպանության փորձը եւ նաեւ բռնի տեղահանությունը, որը տեղի ունեցավ, որպես այդպիսին ազգային ժողովը ինքը չունի հավաքագրած այդ փաստերի, էլի, հա, անում են տարբեր մարդու իրավունքների պաշտպաններ, տարբեր ՀԿ-ներ, տարբեր կազմակերպություններ եւ դա որևէ տեղ չի հավաքագրվում։ Յուրաքանչյուր իր համար ինչ որ բան անում է եւ դա այն հավաքական է, չի, ինչը պետք է ներկայացնել եւ ընկալելի կլինի։ Վերջերս մենք կոնկրետ մի պետության ներկայացուցիչների հետ փոքրիկ փաստերի այսպես հավաք ենք ներկայացրել եւ դուք չեք պատկերացնի ինչ մեծ արձագանք դա ունեցավ եւ ինչ տպավորություն թողեց, որովհետեւ իրենք ունեին լրիվ այլ ինֆորմացիա եւ դա երբ անում էր Արցախի ազգային ժողովը լրիվ ուրիշ տպավորություն եւ լրիվ ուրիշ պատկերացումներ ունեցան։ Այսինքն դու զգում ես, որ իրականում դրա կարիքը ոչ թե կա, այլ դա անհրաժեշտություն է եւ այսօր ճիշտ է, ինչքան էլ ասում ենք ադրբեջանական քարոզչամեքենան հզոր է, բայց այնպես երբ որ դու ինչ որ բան անում ես, դա կորում է այդ աղմուկի մեջ, իրականում չի կորում։ Իսկ նախագահը երբ եք ընտրելու, որովհետեւ նաեւ նախագահ պետք է ընտրեիք։ Ըստ ընթացակարգի լիազորությունները նախագահի ավարտվել են երբ 2000 թվականի մայիսի 21-ին եւ ըստ ընթացակարգի նախագահ կարող ենք ընտրել ոչ շուտ քան 7 օրը եւ ոչ ուշ քան 10 օրը։ Այսինքն հիմա դեռ ընթացակարգային այդ հատվածն է, որտեղ պես դեռ քննարկումների փուլ է, բայց քիչ ժամանակ կա ամեն դեպքում ժամանակը կա եւ դեռ քննարկումների փուլում է եւ եկեք նաեւ հասկանանք, որ մենք այսպես դասական քաղաքական իրավիճակում չենք, Արցախում խաղաղ ու անվտանգ պայմաններում չենք, որտեղ ուղղակի քաղաքական ինչ որ նույնիսկ ինտրիգներ են լինում, հա, եւ դա կարելի է նաեւ կարող է նաեւ լինել։ Սա այդ իրավիճակը չի եւ հասկանալի է նաև հայաստանյան իշխանությունների դիրքորոշումը ցանկացած մեր քայլի ուղղությամբ, ճնշումները եւ հետեւաբար ամեն ինչ պետք է շատ խելամիտ անել, որպեսզի մենք շատ լավ հասկանում ենք իրենք այն անձինք են իշխանությունները, որոնք ամեն բան շատ արագ կարող են շուռ տալ քո դեմ եւ ցանկացած իրենց սխալ, ցանկացած իրենց պարտություն վերագրել կամ մեղավոր դարձնել այն մյուս կողմին, ով հակառակը հայանպաստ ինչ որ քայլեր է անում։ Հետեւաբար բայց տեխնացուներ կան դեռ այս փուլում իսկ ինչու Շահրամանյանին չեք ուզում միանգամից ընտրել նորից։ Գիտեք, ես կարծում եմ ով ծանոթ է այդ ընթացակարգին, այդպես չի մտածի, այսինքն դա այնպես չի, որ ես այս ինչ որ մեկին ուզում եմ, ասում եմ գալիս է, կա նախագահի հարցը եւ այնտեղ ընթացակարգում լրիվ հստակ կարգը գոյություն ունի։ Մենք այդ կարգը պահելով գնում ենք եւ դեռ ավարտուն փուլի չենք հասել քննարկումների, որպեսզի այսպես եզրագծվի։ Խնդիրը մարդու մեջ չէ, խնդիրը ոչ պարոն Շահրամանյանի մեջ է, ոչ որևէ մեկի, այլ կոնկրետ գործընթացի, որը պետք է անսխալական լինի այս իրավիճակում։ Դա է ամենակարևորը, որովհետև մենք իզուր չէ, որ արդեն 1 տարի եւ ավել աշխատում էինք այն ուղղությամբ, որ երբ գա մայիսի 21-ը մենք պատրաստ լինենք բոլոր առումներով, ինչպես նաեւ սահմանադրության, որ որևէ այսպես իրավական թերացում նույնիսկ
լինի, շատերը մեզ նույնիսկ այս պարագայում ասում են դե լավ Արցախը հիմա օկուպացված, դուք այստեղ ինչ իրավական, չգիտեմ, նորմեր կամ ինչ սահմանադրության տարեր, բայց ես դες նորից եմ վստահեցնում, որ միջազգային հանրության մոտ այդ հստակ, հա, դիրքորոշումը կա այդ ուղղությամբ, որ պիտի այսպես լեգիտիմ մարմին լինի արցախցիներին ներկայացնողը եւ իրենց ընկալումներում այսօր Արցախի ազգային ժողովը լեգիտիմ մարմինն է եւ այդ լեգիտիմ մարմնի ճիշտ ընտրված նախագահը կարող է նաեւ լեգիտիմ ներկայացուցիչը, հա, ներկայացնողը լինել նաեւ Արցախի ժողովրդի։ Հետեւաբար սրանք շատ կարեւոր տարրեր են, որ մենք պիտի պահենք նորից եմ կրկնում այս համատարած քաոսի մեջ կարողանանք նաև այդ ճշտությունը պահենք ու որևէ կերպ չվտանգենք ինստիտուտների գոյությունը։ Հիմա Սամվել Շահրամանյանի անունը դիտարկվում է որպես տեխնացու։ Նա ցանկություն ունի շարունակել պաշտոնավարել։ Դեռևս այո ոչին չենք հասել, այսպես ասեմ ավելի կոնկրետ, հա, լինելու համար։ Դեռևս քննարկումների փուլն է իրականում եւ հստակություն այդ այո եւ ոչի չկա։ Իր կողմից չկա, թե քննարկողների։ Ընդհանուր, այդպես չի, որ մենք ինչ որ հակառակ դաշտերում ենք, որևէ մեկը չկա այդպիսի բան։ Ամեն դեպքում Արցախի ազգային ժողովի նախագահի ընտրությունը կարծում եմ ցույց տվեց, որ երբ հասնում է ճակատագրական պահի, այո, հնարավոր է լինում հավաքվել, դնել մի կողմ քաղաքական այդ ամբիցիաները եւ ճիշտ որոշում ընդունել, արդարացի որոշում ընդունել։ Ես կարծում եմ, որ սա նաեւ նախագահի պարագայում եւս ունեն։ Բայց ունեք աչքի առաջ անուններ, որ իրենք պետք է լինեն տեխնացուներ, այսինքն։ Մի քիչ դժվար է պատկերացնելը երևի լսողների համար, ինչպես նաեւ ձեզ, հա, այս պարագայում, որտեղ այո, բոլորիս մոտ պետք է հստակությունը անունը, հա, երևի կամ անունները։ Կոնկրետ անուն չենք հնչեցրել։ Ինչու՞, որովհետև այն գործընթացը, որ մենք այս 1 տարվա ընթացքում արել ենք, մենք չենք կենտրոնացել մարդկային, այդպես անունների վրա չենք կենտրոնացել։ Կենտրոնացել ենք այն հանգամանքի վրա, որ ինչ պարագայում էլ լինենք, ինչպիսի ճնշումների ենթարկվենք, ինչ վիճակում հայտնվենք, նույնիսկ եթե մենք դա չենք պատկերացնում այդ վիճակը, հա, որևէ պարագայում նախագահի ինստիտուտը հանկարծ չփլուզվի, չկորի։ Այսինքն մենք դրա վրա ենք կենտրոնացել համարելով մնացածը դետալներ եւ տեխնիկական մաս։ Իհարկե, պարոն Շահրամանյանը, մենք բոլորս շատ խելամիտ, շատ adekvat, շատ այսպես չափված ձևած սառը կարողանալու ենք այդ իրավիճակը բերենք ճիշտ հանգուցալուծմանը։ Դուք կարծում եք, որ այս իրավիճակում ավելի մեծ հնարավորություններ կան վերադարձի հարցի հետ կապված կամ առասարակ արցախցիների հարցը բարձրացնելու։ Այսինքն կարող եմ ենթադրել, որ նոր փուլ եք մտնում այս որոշումով։ Ոչ թե նոր փուլ, այլ երևի ընթացքի տրամաբանական շարունակությունն է, որովհետև իհարկե շանսերը այնպիսին չեն, երբ կլինեին ճիշտ իշխանություններ ունենալու պարագայում Հայաստանի Հանրապետությունում, այսինքն ազգային իշխանություններ, որովհետև մեր այդ բազմաթիվ հանդիպումները մի բան են ցույց տալիս, որ բնավ միջազգային հանրությունը դեմ չէ, հակառակը շահագրգռված է, նորից մեջբերեմ Շվեյցարիայի օրինակը որպես վառ ապացույց դրա, արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքը քննարկելը, մտցնելը օրակարգ, ինչու՞ չէ նաև բանակցային օրակարգ։ Եվ այս պարագայում այն ջանքերը, որը մենք սկսեցինք կամաց 2024-ի հունվարից արդեն քայլերը փոքր քայլերով առաջ գնալ, այսօր իրականում այո տվել են իրենց արդյունքը, նորից եմ կրկնում, դա չի կարող համարվել վերջնական, այսինքն ամեն դեպքում շատ ավելի հեշտ ու ճիշտ է ու ակնհայտ է արդյունքը Հայաստանի իշխանությունների հետ համատեղ, շատ ավելի դժվար է, դանդաղ է, երկար է ու դժվար երևացող է նաև միայնակ անելը դա։ Ինչ արդյունք է տվել։ Տվել է այն արդյունքը, որ այսօր նույնիսկ հանձնախումբը, որը լիազորված է Արցախի ազգային ժողովի անունից, այսպես բանակցային գործընթաց, հա, իրականացնելու Հայաստանից դուրս, որը ղեկավարում է պարոն Օսկանյանը, բավականին այնքան արդյունքներ է գրանցել, թույլ տվեք դեռ երկրների անունները չնշեմ, նո փաստացի ակնհայտ է Շվեյցարիան, ակնհայտ է ակնդառնում Ֆրանսիան, այո, նաև շատ այլ երկրներ, այնպիսի երկրներ, որ նույնիսկ մենք չենք պատկերացրել, որ իրենց կհետաքրքրի կամ իրենք կմտնեն այդ քննարկումների դաշտ։ Ակնհայտ է նաև ռուսական
կողմի Ես շահագրգռվածությունը ուզում հասնել շահագրգռվածությունը ռուսական կողմը, որովհետև նաև Լավրովը ռուսական կողմը։ անդրադարձավ արցախցիների Այո, նաև ռուսական կողմը, որովհետև որևէ կերպ իրենք երբևէ չեն էլ դադարել այն շրջանակները, որոնց հետ նաև մենք ունենում ենք քննարկումները, հավատացեք, որ շատ ավելի պարզ ու շատ ավելի անկեղծ է այդ երկխոսությունը կա, քան կարելի է օրինակ երբևէ լսել Հայաստանի իշխանություններից եւ Ռուսաստանը եւս այն շահագրգիռ երկրների ցանկում է, ով անպայման դիտարկում է արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքը։ Հավաքական վերադարձի։ Հավաքական, միանշանակ հավաքական, որովհետև այլ տարբերակ չի էլ կարող լինել, խոսքը 10, 20, 30 հազարի մասին չի, ինչ որ այդպես կեղծ երբեմն լուրեր են պտտեցնում, ոչ, հավաքական վերադարձի մասին է, որովհետև չի եղել մի հանդիպում, թե մեր, թե հանձնախմբի համապատասխան կառույցների կամ դերակատարների հետ, որտեղ որևէ մեկը հերքի կամ այսպես ինչ-որ շեմ իջեցնի մեր իրավունքների Արցախ վերադառնալու բոլորը միանշանակ պնդում են։ Իհարկե սա այն փուլը չի, երբ մենք խոսենք, հա, ինչ-որ անկախ ազատ վերադառնալու մասին, բայց ամեն դեպքում իրավունքի այդ մեր իրացումը որևէ մեկը չի չեղարկում։ Ամեն դեպքում անհասկանալի էր կամ տարօրինակ ասեմ, այն որ իշխանությունը չարձագանքեց, երբ դուք ազգային ժողովի նախագահ ընտրեցիք, այս պասիվությունը ինչ բացատրություն ունի եւ նաեւ նկատելի է, որ առաջվա այդ ագրեսիվ կամ քարոզչական թեզերը չկան։ Պայմանավորված է նրանով, որ բողոքի ակցիաներ չեն լինում, ավելի պասիվ եք, թե ինչով է պայմանավորված։ Չէ, չեմ կարծում, որևէ կերպ Հայաստանի իշխանությունները չեն կարող իրենց դիրքորոշումը փոխել։ Եվ դա միևնույն ժամանակ առ ժամանակ վերջերս մի քպայական մի երկու օր առաջ պատգամավոր էլի գրառում էր արել, անամոթ մի գրառում, էլի Արցախի վերաբերյալ կամ մարդկանց վերաբերմունքի, հա, հայրենիքի նկատմամբ կամ վերադարձի վերաբերյալ, այսինքն իրենք չէ, իրենց դիրքորոշումը չեն նվազեցրել որևէ կերպ եւ այնպես չի որ ճնշումներն էլ, այդ ճնշումները ուղղակի ակնհայտ չեն, հանրության աչքին երևացող չեն։ Հանրության աչքին իհարկե երևում են ավելի շատ այն ճնշումները, բողոքի ակցիայի ժամանակ իրենց ոստիկանները, հա, հարձակվում են, ջարդում, փշրում, կրակում են, դա ավելի ակնհայտ է, բայց կան նաև այլ ճնշումներ, այլ լծակներ, այլ լծակներով են գործում։ Տարբեր։ Նաև այս ընտրության հետ կապված ազգային ժողովի նախագահի։ Գիտեք, բերեք ես այդպես կոնկրետ դեպքեր չնշեմ, բայց ընդհանուր առմամբ ճնշումը եւ այն դիտարկումը, որ Արցախի անուն տալը արդեն վտանգում է Հայաստանի Հանրապետությունը, իրենք շարունակում են շահարկել։ Այդ թեզը հորինել են եւ սկսում են շահարկել։ Եվ երբ մենք նույն միջազգային դերակատարների հետ նույն հարցը տալիս ենք, վերջերս ես առիթ եմ ունեցել այդ հարցը տալու եւ հստակ նշել եմ, հենց ուղիղ եմ այդ հարց տվել, արդյոք իմ Արցախ վերադառնալու իրավունքը կարող է խաթարել Հայաստանի տեղից էլ կարծես թե չեղած կամ շատ փխրուն անվտանգությունը։ Զարմացավ, անկեղծ ասած, բավականին բարձր դիրքի անձնավորություն, զարմացավ, որ դա ինչ կապ կարող է ունենալ մարդու իրավունքը իր տանը ապրելու։ Բայց իշխանությունը կոնկրետ կապ է տեսնում, ասում է վտանգ է ներկայացնում, պետության մեջ պետություն եք ստեղծում, իշխանության կողքին դուք ձեր իշխանությունը։ Ինքը չի տեսնում դա, ինքը մեզնից շատ ավելի լավ գիտի, որ որևէ վտանգ մենք չենք ներկայացնում այդ առումով, որովհետև իրենց ինֆորմացիան շատ ավելի շատ է, ի վերջո այդ նույն միջազգային դերակատարների հետ շփումը իրենց ավելի մեծ է ու ավելի շատ է ու ավելի հաճախակի, հետո իրենք շատ լավ գիտեն, որ չկա այդպիսի բան, բայց դա շանտաժի ձևն է, շանտաժի, ժողովրդին ստելու, խաբելու, մանիպուլացնելու ձևն է, որովհետև մենք արդեն ամիսներ շարունակ տեսնում ենք, հա, ինչ է կատարվում սահմանի շուրջ բոլորը Հայաստանի Հանրապետության, հա, դա զուտ իրենց վարած կամ չվարած քաղաքականության արդյունքն է, որը բնական է, ինքը ինչ-որ մի ձևով դա լուծում է ունենալու լավ կամ վատ Հայաստանի համար չեմ կարող ասել։ Եվ Աստված մի արասցե վատի դեպքում իրենք պիտի արդեն նախորոք կարգած ունենան մեղավորներին։ Եվ դրանք պիտի լինեն օրինակ արցախցիները, Արցախի նախագահ, Արցախի ազգային ժողովը, բայց միանշանակ նախ մեր բոլոր քայլերը, մեր բոլոր ցանկացած խոսք, ցանկացած քայլ, ցանկացած գործողություն խիստ այսպես հաշվարկված է եւ որևէ կերպ այն նախ մենք մեզ թույլ չենք տա, մեզ համար
երկու բարձրագույն արժեք է դա Արցախ ու Հայաստան եւ որևէ կերպ չենք կարող։ Ինչ վերաբերում է երկրում պետության մեջ պետություն ստեղծելուն կամ իշխանության երկրորդ իշխանություն ունենալուն, քավ լիցի, թող որևէ մեկը մատնանշի մեր պահվածքում կամ մեր գործողություններում ինչ որ նման մի բան, երբ մենք ցույց ենք տվել, որ պետության մեջ պետություն ենք, կամ ցույց ենք տվել, որ երկրորդ իշխանություն ենք, ոչ, մենք Արցախի հանրապետության իշխանությունն ենք, որը այսօր հնարավորություն չունի իր երկրում իր իրավունքները պաշտպանել, որովհետև բռնի, նա այսպես ցեղասպանության վտանգի ներքո բռնի տեղահանվել է եւ իր երկիրը առանց հայերի ուղակի օկուպացված է։ Դա է պատճառը եւ այստեղ որևէ մեկը ոչ ակնկալում է երկրորդ պետություն ստեղծել, ոչ էլ պատրաստվում է երկրորդ իշխանություն ստեղծել։ Իսկ բողոքի ակցիաները ինչու դադարեցրեցիք, որովհետեւ Սամվել Շահրամանյանը մեկնաբանեց, որ հիմա հանում ենք վրանը եւ կարող են արցախցիները գալ եւ Արցախի ներկայացուցչությունում այնտեղ այդ հարցերը լուծում ստանալ, բայց ակնհայտ է, որ այդ կերպ նաեւ ծրվեց այդ ալիքը, նաեւ ուշադրությունը հանրության, նաեւ կառավարության։ Գիտեք, նախ դա խորհուրդներ արցախցիների պաշտպանության խորհուրդ ստեղծվեց, դուք տեսաք, բավականին այսպես համ երիտասարդներ, համ փորձառու բավականին այդպես հայտնի դեմքեր Արցախից, իրականում այո, դա հանրային այսպես հարթակ էր, որը ստեղծվեց։ Ասում էին աննահանջ պայքարելու են։ Այո, կարծիքները տարբեր են եղել, մի մաս հակված էինք, որ այո վրանը պիտի չհանվի, մի մաս հակված էինք այն մտքին, որ եթե իշխանությունները իրականում պատրաստվում են քննարկումների, զիջումների դաշտ մտնել, իհարկե ես ի սկզբանե չեմ ընկալել ու չեմ ընդունել այն հանգամանքը, որ ներկայացված բոլոր պահանջներից սկսեցին քննարկել միայն սոցիալականը, որտեվ ըստ իս, բայց կառավարությունն ասել միայն այդ հարցերը կարող են քննարկել, քաղաքական տեսանկյունից չեն կարող անդրադառնալ։ Ըստ իս պիտի քննարկվեր արժանապատիվ կեցության հնարավորությունը մինչ Արցախ վերադառնալը։ Սա պիտի լիներ փաթեթավորած եւ մեր գերիների վերադարձի այդ պահանջը պետք է հստակ դրվեր աշխատանք այդ ուղղությամբ։ Մնացած բոլոր պարագաներում ես ինքս եմ ընկալում որպես նահանջ, եթե կքննարկվի միայն սոցիալական խնդիրները, իհարկե սոցիալական խնդիրների քննարկումում որևէ էական որևէ գործընթաց չկա, որովհետեւ իմ տեղեկություններով բնակարանային այդ իբրև թե ապահովման ծրագրում, որ պիտի դիտարկումներ կամ փոփոխություններ արվեին, որևէ կերպ չի լսվել խորհրդի առաջարկները կամ չի ընդունվել ավելի շուտ խորհրդի առաջարկները եւ այնտեղ ընդհանրապես իրենք ինչ որ կոսմետիկ փոփոխություններ են պատրաստում անել, որը որևէ էական բան չի փոխելու այդ ծրագրի մեջ, այսինքն ինչպես ինքը կար անկատար ու չիրականացվող, այնպես էլ մնալու է, ինչպես նաեւ սոցիալական աջակցությունը իրենք որևէ կերպ որևէ փոփոխության չընթարկեցին եւ այս երկու ամսվա երկար չմնաց, լավ էլ որոշակի իրենք ինչպես ծրագրել են, այնպես էլ գնում է, այո։ Եվ այստեղ իհարկե շատ կարևոր է խորհուրդը եւս ունի պատասխանատվություն այս առումով, ակտիվ, չգիտեմ, դա քննարկումներ կլինեն, թե գործողությունների շարք կլինեն, ամեն դեպքում դա պետք է արվի, որովհետեւ երբ որ հանրային խորհուրդ է ստեղծում, որ այս ներկայացնում է հանրությանը հուզող պահանջները, սա շատ ավելի հեշտ առաջ գնացող հնարավորություն է, քան քաղաքական, դաշտի ներկայացուցիչների նման գործընթաց են սկսում։ Իսկ Լավրովի այցը Հայաստան, երբ նա խոսեց Արցախի մասին եւ ասում էր կար պայմանավորվածություն, նույնիսկ ասած ջենտլմենական պայմանավորվածություն, որ Արցախի հարցը պետք է թողնվեր ապագային, բայց Փաշինյանը գնաց եւ ճանաչեց Արցախ-Ադրբեջանի կազմում։ Առհասարակ այս մեկնաբանությունների մասին ինչ կասեք։ Դուք հիշում եք, մինչ բլոկադան, կներեք, ես չեմ կարող հիմա կոնկրետ ամիսը եւ օրը ասել, երբ խոսում էինք հենց Արցախից աղաղակում էինք, որ երկու փաստաթուղթ կա արևմտյան եւ ռուսական, հիշում եք, երբ արևմտյան փաստաթղթով մեզ առաջարկվում էր Ադրբեջանի քաղաքացիներ դառնալ եւ ունենալ ադրբեջանական անձնագրեր, ապրել Ադրբեջանում, Արցախը դիտարկել որպես Ադրբեջան։ Իդեպ Շարլ Միշելը այդ ժամանակ ասաց, որ ճիշտ կլինի, որ Արցախի կառավարությունն ընդունի այդ որոշումը, ես հիշում եմ, եւ ասում էր մարդասիրական քայլ է Ալիևը առաջարկում։ Այո։ Եվ հաջորդը
ռուսական փաստաթուղթներ, որը ասում էր, որ պահպանվի ստատուս քվոն եւ թողնենք սերունդների վրա վերջնական լուծում, որտեվ հիմա իրականում ոչ քաղաքական, ոչ բարոյական որևէ կերպ դա քննարկման ժամանակահատված չէր։ Իրոք քննարկման այդ լարված իրավիճակում Հայաստանի ներկայիս իշխանությունների պարագայում եւ նաեւ Հայաստանի հետ արդեն կարծես թե անզորացած վիճակում դա լավ ժամանակահատվածը չէր, ինչը Արցախյան կողմը ընդունել էր։ Այսինքն մենք համաձայն էինք մնալ այդ կարգավիճակով եւ շարունակել այնքան, մինչեւ հնարավորություն կլիներ նորից բանակցային գործընթաց Ասում են Ադրբեջանը չհամաձայնվեց։ Իսկ ես կասեի այլ բան։ Հայաստանի Հանրապետության դա չի քննարկվել, դե այդ ժամանակ չհասցրեցին այլ քննարկել, որ ինչ որ մեկը համաձայներ կամ ոչ։ Հենց այդ ժամանակահատվածում էր Հայաստանի Հանրապետության վարչապետը էլ հարթակ չթողեց, որպեսզի չվազեր եւ կարծես թե ամենավերջի կետը Պրահան էր հոկտեմբերի 6-ին 2022-ի, երբ հայտարարեց, որ Արցախը Ադրբեջան է եւ դրանից հետո ըստ էության իրականում ստացվեց, որ ռուս խաղաղապահները իրենց առաքելությունը կատարում էին Ադրբեջանում։ Եվ արդեն անհասկանալի էր, որն էր մեր պահանջը դառնում ռուս խաղաղապահից։ Ինչ պիտի անի ընդհանրապես այդ իրավիճակում ռուս խաղաղապահը, երբ որ Հայաստանի իշխանությունը, որը բանակցային կողմ էր, բանակցող կողմ էր, ակնհայտ ամբողջ աշխարհին հայտարարեց, որ ինքը այլևս գործ չունի Արցախի հետ, մնացածը Ադրբեջանը թող որոշի ինչ ուզում է անի։ Ինչ արեց Ադրբեջանը դրանից հետո մոտ 2 ամիս հետո սկսվեց շրջափակումը, դրանից կարճ ժամանակ անց արդեն մի քանի ամիս հետո արդեն բռնի տեղահանումը։ Սա հստակ այդ վարած Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության արդյունքներ։ Այսինքն մեզ համար, ինչպես նշեցա Ռուսաստանի արտգործնախարարը, այո, եղել է այդ փաստաթուղթի քննարկումը, եղել է ընկալումը, որ մենք դա ենք ընդունում, ինչին ցավոք կարծես թե հակված չէին Հայաստանի իշխանությունները։ Հիմա դուք իրատեսական եք համարում, որ վերադարձի հարցը կարող է կյանքի կոչվել։ Միանշանակ։ Իհարկե միանշանակ կարող է։ Ես չեմ ասում, որ գիտեք ինչ։ Բայց ասում են ինչ իրավունքներով, ինչպես։ Ասեմ, ինչպես կարևոր է, շատ կարևոր է այս փուլում նախ որ կա այդ խոսույթը արցախցիների վերադարձի իրավունք, հա? Այսինքն բոլորը չկա այդպիսի մի միջազգային երևի թե արդեն հարթակ, որոնք չեն ընդունում դա կամ հերքում են, որևէ մեկը չկա որ հերքի, հա? Իրավունքը լրիվ այլ բան է, դա կարծես թե աշխարհի հիմքն է հենց։ Ինչպես կարող են իրենք հերքել մի բան, որը կարող է փլուզել օրինակ ամբողջ աշխարհը եւ դառնա ինքը իրականում նախադեպը աշխարհի կործանման ինչու՞ չէ։ Եվ հետեւաբար այս պարագայում խոսում ենք միայն վերադարձի մասին։ Մնացածը արդեն դա բանակցային գործընթացի խոսույթ է։ Այսինքն երբ կլինի բանակցային գործընթաց այդ հարցի շուրջ, օրակարգ ձևավորված, այնտեղ արդեն հստակեցված։ Բայց դա եւս շատ կարեւոր է, որովհետեւ եթե դա կարեւոր չէ, դուք չեք թողնի գայիք։ Այո, հենց դրա համար եմ ասում, դա չի կարող լինել ոտքի վրա, այսպես մեր հայտարարություններով։ Դա կարող է լինել միայն լուրջ բանակցային սեղանի շուրջ, որտեղ կողմերը նստած կլինեն եւ կկարողանան արդարացի որոշում կայացնել, որը կբավարարի երկու կողմին էլ։ Հա, շատ կարեւոր է այստեղ այդ արդարացի որոշումը, որը պիտի բավարարի։ Բայց որքանով դա անվտանգ կլինի։ Եվ արցախցիները կարող են իսկապես ապրել ինչպես առաջ էին ապրում Արցախում։ Մենք երբ հանդիպումներ ենք ունեցել արցախցիների հետ եւ հատուկ այդ ծրագիրը իրականացնում ենք, ես խոսել եմ այդ մասին, արցախցիները ինչպես եւ ինչպիսի Արցախ վերադառնալ հարցին պատասխանում էին միանշանակ վերադառնալ այնպիսի Արցախ, որտեղ ադրբեջանական դրոշներ չեն, որտեղ անձնագիրը ադրբեջանական չէ եւ որտեղ հստակ, այսպես անվտանգային երաշխիքներ են, ոչ թե թղթով, ինչ որ անձանց ստորագրության, որտեղ դա մենք արդեն տեսել ենք, դա մենք գիտենք ինչպես է պահպանվում, այլ հստակ հողի վրա մեր կողքին, մեր հետ, մեր տների կողքին, այսպես երևի որ ավելի հստակ ասեմ։ Սա ժողովրդի ցանկությունն է, որը բանակցային գործընթացի ժամանակ չի կարող տեղ չգտնել, հա, օրակարգում։ Հետևաբար, երբ հասնենք այդ բաղձալի օրվան, երբ կլինի բանակցային գործընթաց, իրական բանակցային գործընթաց եւ այդ բանակցային գործընթացի օրակարգում կլինի արցախցիների վերադարձը, այդ ժամանակ էլ կհստակեցվեն։ Հասկանալի է, որ պակաս երաշխիքներով կամ այլ պայմաններով կամ ինչ-որ մեկի պատկերացումներում որպես Ադրբեջան կամ որպես ադրբեջանի քաղաքացի որևէ արցախցի չի գնա, որովհետև
ծանր բան է տան դուրը կողպելու դուրս գալ, բայց ընտրությունը արեցինք մենք, արեցինք բոլորս, որովհետև որևէ մեկս հակված չէինք ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրելու կամ ադրբեջանական անձնագիր ունենալու։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի Արդարություն եւ Վերադարձ հասարակական կազմակերպության հիմնադիր Մետաքսե Հակոբյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։